Ուրբաթօրյա ողջույններ, իմ փոքրիկ բարեկամներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է, ուրբաթօրյա հաղորդումը իր կախարդական փոստարկղ էջով հանդերձ, նաև անակնկալներով։ Իհարկե ձեզ միշտ ողջունում է Քերի մուլտիկնիկը, մուլտաշխարհի ձեզ սիրված հերոսները, մեր Մելոգրանո ապրանքանիշը, որ ներկայացնում է Այբ Բեն Գին մակարոնչիկները, Հայաստանում եւ աշխարհում միակ մակարոնչիկները, որ ունեն մաշտության տարեր, համեղ հատուկ փոքրիկների համար։ Իհարկե, իմ լավ բարեկամներ, ձեզ եւս մի բարի քերի ողջունում, այս տեսախցիկի ետևում։ Ժամապահ քերին է, ճիշտ է։ Այսօր ուրբաթ է քերի, մենք լիքը անակնկալներ ունենք, բացի նամակներից, բայց այս նկարների հեղինակներին անդրադառնամ, նոր անակնկալների մասին խոսեմ։ Տեսեք, քաղաք Արմավիր 4-րդ B դասարանից, սիրով Քերի մուլտիկնիկին Աշոտից, Աշոտը նկարել է Փասյան, ու կասեմ, որ այս նկարները, սիրելի փոքրիկներ, այս գեղեցիկ նկարները փոստով չեն հասել Քերի մուլտիկնիկին։ Մենք հանդիպել ենք, իմ լավ բարեկամներ, հանդիպել ենք քաղաք Արմավիր Վարդան Բախշյանի անվան համար 2 հիմնական դպրոցի 4-րդ B դասարանի աշակերտների հետ։ Նկարները ցուցադրեմ, կասեմ ինչպես եւ ոնց։ Տեսեք ինչ լավ է Աշոտը նկարել Փասյանին, գունեղ, հետաքրքիր, ապրես Աշոտ ջան, ես այն ուղարկում եմ կախարդական փոստարկղ, որպեսզի մուլտաշխարհի հերոսները տեսնեն եւ զարմանան։ Նույն դասարանից Քերի մուլտիկնիկին այսպիսի գեղեցիկ նկար է ուղարկել Միլենա Գալստյանը, քաղաք Արմավիր էլի 4-րդ B դասարան։ Չեբուրաշկային է նկարել, որ սովորեցրել էր Քերի մուլտիկնիկը իր հաղորդումներից մեկի ժամանակ։ Միլենա Գալստյան, հիմա ձեզ հետաքրքրում է, թե ինչպես է Քերի մուլտիկնիկը հանդիպել մեր փոքրիկների հետ։ Տեսեք, քաղաք Արմավիր Վարդան Բախշյանի անվան համար 2 հիմնական դպրոցի 4-րդ B դասարանի աշակերտները, երեխաները եւ դասվար Լիլիթ Չալյանը կապել են Քերի մուլտիկնիկի հետ, խնդրել են, որպեսզի 1 օր վարպետանց դաս անցկացնի այդ տաղանդավոր փոքրիկ նկարիչների հետ։ Քերի մուլտիկնիկը հրավերքը ընդունել է եւ մենք հանդիպել ենք փոքրիկների հետ, անցկացրել մի գեղեցիկ վարպետանց դաս։ Ես ուզում եմ ցուցադրել մի փոքրիկ նյութով, թե ինչպես հանդիպեցինք, ինչ նկարեցինք, ոնց արեցինք։ Ձեզ հետաքրքրեց, չէ՞։ Շատ լավ է։ Իսկ մեր այս մուլտիպլիկացիոն տեսանյութը դիտելու համար պետք է էլի ասենք կախարդական խոսքը։ Այլ բուլդա առաջ։ Ողջույն սիրելի փոքրիկներ, ուրախ եմ, որ հանդիպել ենք մենք եւ այսօր մենք ունենալու ենք մուլտիպլիկացիոն նկարչական վարպետանց դաս։ Ինձ արդեն հեռուստադիտողների համար եմ ուզում ասեմ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր Քերի մուլտիկին հյուր են քաղաք Արմավիր Վարդան Բախշյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշակերտները 4-րդ B դասարանից ապարենք դասվար Լիլիթ Չալյանը, Քերի մուլտիկի անցկացնում վարպետան դասը։ Ինչ ձեզ սիրելի տոն է մոտենում, շուտով ծնվանը, նոր տարի եւ սուրբ ծնունդ, մենք ձեզ հետ միասին այսօր մի հետաքրքիր կերպար կնկարենք երեխաներ ջան։ Ձնեմարտուկին գիտեք։ Դուք ձնեմարտուկ պատրաստում եք։ Ձնագնդիկներով, բայց մենք այսօր չենք պատրաստի ձնեմարտուկ, կոստյում կա, ոչ ձնեմարտուկի գազարը։ Մենք ձեզ հետ սովորենք նկարել, այս ձնեմարտուկից երեցիկ մի բացիկ եք պատրաստելու ձեր ձեռքով։ Հիմա կնկարենք, հետո արդեն տանը ստվարաթղթերից կծալեք ինչպես ձեզ բացատրելի, այդպես բացիկ կպատրաստեք, որ կամ ձմեր պապիկին նամակ կգրեք այդ բացիկով, կամ ձեր մեծերին, քույրիկներին, եղբայրներին, տատիկ, պապիկներին, հայրիկ, մայրիկներին այդ բացիկով կշնորհավորենք նոր տարին եւ սուրբ ծնունդը։ Պայմանավորվեցինք։ Ամենակարևորը, երեխաներ ջան, մենք ձեզ հետ ինչպես մուլտիկնիկ հաղորդման մեջ, մենք ձեզ հետ շատ դյուրին ձևով ենք սովորելու նկարել մեր այս ձնեմարտուկին։ Դուք սովորական մատիտներով եք աշխատում, Քերի մուլտիկնիկը վարպետ մատիտով,
մարկեր, ֆլոմաստեր, դե ես վարպետ մատիտ եմ իրան ասում։ Ես ռետինե ջնջոց չեմ օգտագործել, քանի որ վարպետ մատիտի հետ դժվար է ռետինե ջնջոց օգտագործել, դուք անպայման օգտագործեք։ Ինչ եք անում, սկսում ենք։ Պատկան ուշադիր եղեք։ Ժպիտը ադագործել եմ։ Հիմա, կարքերը պատպարակի։ Դատագործան մասում է։ Չարչարվեց, որ ճեմաղտով կյանքում էլ էիք մեզ երեխանեք, հա։ Ես տարածվեց, ես ներվում դենվում, այդո տեպի կանի, մյուսը տերի, ուրեմն չորով։ Ներվում դեն, չանս ներվերի հաշվարը, տեքշև անանան է, Դակագորնյան հատրատին չտարություն անդրի։ Նավեր պոպլատում դեպի վեկ, ես վեկ, Մակայոտը կուգետ ես նմոտնավ, ես նեմ իշպես եք վիտ է։ Տեսակ, փոքրիկները ինչպես էին ուրախացել, ինչպես էին նկարում քերի մուլտիպլիկի հետ միասին, ձնեմ արդուկ, իհարկե նրանք դա կդարձնեն, այսպես թղթիկով կծալեն, կդարձնեն գեղեցիկ բացիկ, իրենց խնդրանքները ձմեր պապին հենց այդ բացիկի մեջ կգրեն։ Բա, սիրելի ուսուցիչներ, դասվարներ, նույնիսկ մանկապարտեզների ղեկավարներ, եթե դուք էլ ցանկանում եք այսպիսի վարպետանց դասեր անցկացնի քերի մուլտիկնիկը, ձեր մանկապարտեզում, դպրոցում, ինչ-որ մի սրճանում, որտեղ գրավիրեք։ Քերի մուլտիկնիկը կոլեկտիվ հայտերի համար հիշեցնում է մեր հեռախոսահամարը։ Միայն զանգահարում են ուսուցիչները, դասվարները եւ մանկապարտեզների, մանկական կենտրոնի ղեկավարները։ Հիշեք հեռախոսահամարը 043 01 06 50 հեռախոսահամարին։ Սա մուլտիկնիկ հաղորդման աշխատանքային հեռախոսահամարն է։ Հիմա եւս մեկ անակնկալ, կասեք, էլի անակնկալ, իհարկե։ Մեր նամակների սենյակից, երբ որ նամակները հանում եմ, ընթերցում եմ եւ այլն, այնտեղ բազմաթիվ փոքրիկ հեռուստադիտողներ շատ են խնդրում, որ եւս մեկ անգամ ցուցադրենք արդեն ցուցադրված մեր մուլտ սիթքոմի սերիալներից մի քանիսը։ Անցած շաբաթ ես ցուցադրեցի 4 սերիա, արդեն ցուցադրված։ Այս շաբաթ, այսինքն եթե 4-ը ցուցադրել եմ, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ սերիա։ Հիմա կդիտեք 5-րդ եւ 6-րդ սերիաները մեր մինի մուլտ սիթքոմի։ Իսկ դրա համար պետք է ասենք կախարդական խոսքը, հայտնվենք մուլտ աշխարհում։ Քերի գնացինք այլ բուլդա դեպի սիթքոմ մուլտ աշխարհ։ Ավանդա պաշտենք պապի, հեռախոսով խուլտատի, եղբայր քույրիկ ու մայրիկ, ինտիլիգենտ խեղճայրիկ, համորից տուն ու տանիք, մելոգրանո ընտանիք։ Պապան ապայա, ապան էլ պապա։ Գրանոպարույրովնա, սիրելիս, կրունկով կոշիկները չհակնես, դրանով անհարմար կլինի։ Եղավ սիրելիս։ Այ, իսկական տղամարդը մելոն է, ոչ թե դու, այ լապշա։ Ինչու։ Այսօր կնոջը վարել է սովորեցնում, վաղն էլ մեքենա կնվիրի, չէ, քեզ նման, 1 տարի է խոստացել ես։ Պապլիկս, սիրելիս, ուշ լինի, նուշ լինի, կամ ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք։ Էշ մի սատկի գարուն կգա, չէ, ես հենց հիմա եմ ուզում, երկաթը տակ-տակ են ծեծում։ Խիգրանոյից ինչ պակաս կինեմ,
Հասկացա։ Քեզ նյարդայնանալ չի կարելի, հասկացա։ Գրանո, սիրելիս, հիմա ձախ թեքվելուց ձախ թարթիչդ միացրու։ Թարթիչը։ Ինչ լավ է հիշեցրիր։ Զանգեմ դիմահարդարից, որ այսօր գնամ եւ թարթիչներս երկարացնեմ։ Գրանո, ղեկին հեռախոսով խոսել չի կարելի։ Եղավ սիրելիս։ Աչքերդ փակի, պապլիկս, որ անակնկալ ստացվի։ Արագացրու։ Գիտես, ես մթությունից վախենում եմ։ Այ հիմա կարող ես բացել։ Սյուրպրայզ։ Ալե, ոպ։ Ես կխելագարվեմ։ Միշելիկս, սիրելիս։ Մեքենա։ Հատուկ քեզ համար պապլիկս։ Ինձ վարել կսովորեցնես։ Վարել էլ կսովորեցնեմ, ցանել էլ կնիկ ջան։ Լավ, անցիր մեքենան։ Բրավո, սիրելիս։ Մի քանի անգամ վարեցիր մեքենան, բայց կարծես պրոֆեսիոնալ լինես։ Օ, իսկապես։ Շատ ուրախացա սիրելիս։ Անկեղծ եմ ասում։ Վայ։ Այս ինչ էր։ Այս ինչ արեցիր։ Ես մեղավոր չեմ։ Շտապ զանգիր ապա։ Իսկ ես տեսնեմ ով էր խփողը։ Այո, հիմա։ Ես քեզ ասացի, արգելակիր։ Լսի, դու չգիտես, որ ես միշտ քո ասացի հակառակն եմ անում։ Այ լապշա։ Լավ, հարևաններ, մի վիճեք։ Ապան կգա ու բոլոր հարցերը կլուծի։ Այո, մեղավորը մենք դուք եք։ Դուք մենք։ Մենք մեղավոր չենք։ Դուք արգելակեցիք։ Դուք էլ վթարի ծախսը կանեք։ Ծիծաղում են նա, ով վերջում է ծիծաղում։ Փաստորեն, վթարը տեղի ունեցել երկու հարևանների միջև։ Ոչինչ, հարևաններ ջան, հիմա հարցը կլուծենք օրենքով։ Գրանո, սիրելիս, ես քեզ ասում եմ զանգիր ապային, դու զանգել ես պապային։ Ստոպ։ Այս թաղի ապան ես եմ։ Պապան ապայա, ապան էլ պապա։ Մելոգրանո ընտանի։ Երեխան ինչ տեսնում է, այն էլ սովորում է։ Վայ, սրանք հաստատ 126-րդ սերիայում բաժանվելու են։ Եվ շատ լավ կանեն։ Կինը իր ամուսնուն երբեք չպետք է ստի։ 12 սերիա անընդհատ խաբում է։ Հիմա էլ խիղճ աղջիկը ճշմարտությունը ասում, չի հավատում։ Բա դրա համար են ասում։ Սուտ ասողի տունը կրակ ընկավ, ոչ ոք չհավատաց։ Հա։ Կարողացավ հարմար դիրքից գրավել դարպաս։ Ոնց չորկապավես հեռուստացույցին։ Մայրիկ, ուր է հեռակառավարման վահանակը։ Ամբողջ օրը տանտերն են փնտրել չգտա։ Մայրիկ, դու խոհանոցում փնտրիր, ես ննջասենյակներում։ Լավ մտածեցի, չէ՞։ Թե չէ սրանք չէին թողնի ֆուտբոլ նայենք։ Հայրիկ, եթե Գրանոն իմանա, որ ես այս գողության մեջ կամ, իմ վերջը կգա։ Պահ, մի գողություն է լինի, փուլ տա էլի։ Իհարկե, ձու գողացողը ձիել կգողանա։ Ֆուտբոլը նայի։ Կազմում, վտանգավոր է Մովսիսյան, պայքարել է պետք ընդդեմ համար։ Արբաց։ Ափսոս։ Էնիկ Մխիթարյան, ականջդ կանչի։ Մեկնաբան Քալանթարյանի ձայնը լավ չի լսվում։ Հեռուստացույցի ձայնը մի քիչ բարձրացրեք։ Ճիշտ ես ասում, Հարսիկ ջան, բան չի լսվում։ Իա, Հարսիկ։ Գրանո, ես այս ամենի հետ կապ չունեմ, սիրելիս։ Տես հա, խոստացել ես։ Եթե գոլ խփեցի, միասին գնում ենք եւ իմ սիրած մուլտֆիլմն ենք նայում։ Հա, ազնիվ խոսք եմ տալիս։ Գոլ! Ես հաղթեցի։ Այ, ոնց բաց թողեցի։ Սա ձեզ պատիժ, որ այլևս նման բան չանեք։ Երկու սերիա իրար հետևից։ Ես կգժվեմ։
ինչ էր։ Չեմ հասկանում։ Նորից նույնը։ Հայրիկ, ուր է հերակառավարման վահանակը։ Այ քյոփակ, քեզ ասում եմ, այդ պուլտը տուր ինձ։ Այ կնիկ շարես։ Ինձ մոտ չի։ Երդվում եմ, սիրելիս, ինձ մոտ էլ չէ։ Ուրա պուլտը, այ բիձա։ Ես էլ եմ երդվում, ռշտա պապու արև։ Սա ինչ խայտարակություն է։ Ես մեղավոր չեմ, ես չգիտեմ որտեղ է վահանակը։ Գրանո, սիրելիս, ես իրոք չգիտեմ որտեղ է վահանակը։ Բա, երեխան ինչ տեսնում է, այն էլ սովորում է։ Մելոգրանո ընտանի Հոնքը սարքելու փոխարեն աչքներ հանեց։ Բարի առավոտ, սենյոր Լոլ։ Հո, բարի առավոտ։ Ինձ պաղպաղակ կտակ։ Ինչ պաղպաղակ։ Ու երեխա չես։ Ուն տեր մնաս բողաս։ Ինչ որ տենաս կդողաս։ Օրիորդ բրոկոլինան մեզ է սպասում։ Դու աշխատանքի պետք է ընդունվես։ Աստված հերուպայի դաժան կնոջից։ Մարդ լավ է չամուսնանա, քան շելի նման կին ունենա։ Հո։ Ամեղ պաղպաղակներ, սարը պաղպաղակներ։ Օրիորդ բրոկոլինա, Միշելը շատ շնորհալի է։ Նա ձեզ իսկական օգնական կլինի։ Մի քիչ շատախոս է, բայց ինչպես ասում են, ձուածող հավը կչկչան կլինի։ Հա։ Իմիջայլոց, օրիորդ բրոկոլինա, դիկնոջս մազերը ես եմ ներկում։ Իսկապես, այդ դեպքում տաշած քարը գետնին չի մնա։ Ես ձեզ վերցնում եմ աշխատանքի։ Դուք հաճախորդների մազերը կներկեք։ Շոլոչկա, իսկ աշխատավարձի մասին կարող եք ընդհանրապես չմտածել։ Մելո ջան, մի հատ ուրիշ բիզնես եմ մտածել, հո։ Ուզում եմ պաղպաղակից բացի տոմատի հյութել արտադրել, հո։ Ճիշտ էլ կանեք։ Հայրիկ, մայրիկն էլ է Վարշավիրանոցում։ Չէ, Գրանոնա, օրիորդ բրոկոլինան, Միշելը, Շելը, ու մի անծանոթ պարավ կնիկ։ Բայն հեռախոսով խոսացողը ով է։ Սեփական կնոջդ էլ չես ճանաչում։ Վայ, կներես, գլխին բան կար, չճանաչեցի։ Միշել ջան, այն երեք ներկերը տեսնում ես։ Առաջինը սև է, երկրորդը կարմիր, երրորդը կապույտ։ Տատիկի և Գրանոյի մազերը սև կներկես։ Հենց այս վարկյանին կպատրաստեմ։ Բայց առաջինը ձախից էր, թե աչից։ 1, 2, 3, կամ 3, 2, 1, չէ, 1, 2, 3, կամ 3, 2, 1։ Ալո, հա, տիկին դտմիկ, ինչ, ծորակն եմ բաց հողել, հենց հիմա գալիս եմ։ Ինչ է պատահել բրոկոլինը։ Հարևանի տուն է ջուր է լցվում, ջրի ծորակը բաց եմ թողել։ Վայ, քորանամ ես, խեղճի ռեմոնտը փչացավ։ Միշել ջան, ես գնում եմ, դու գիտես ինչ պետք է անես, ես կաշխատեմ շուտ վերադառնամ։ Իա, Միշելը կնոջդ մազերն է ներկում այդ տղա։ Բա, Վարշավիրի օգնական է դարձել։ Ես ում կնոց։ Հա, ես էլ մտնեմ բեղերս ներկեմ, արդեն չերմակ եմ, հո։ Ինչպես հասկանում եմ, սրանց երկար պիտի սպասենք։ Նրանք գալիս են։ Խայտարակություն, այս ինչ է արել։ Վայ, ես բեղլունունքը սարքելու տեղը աչքն էլ հետը հանեց։ Միշել, ինչու ես լռում։ Վայ,
Փառլանկնկաս դեմոյա սարքել։ Խույտարակ եղանք։ Հարևաններ, մի խառնվեք։ Հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Էլ բացատրելու բան մնաց։ Բա գիտեք իմ մազերը ինչու են կապույտ։ Միշելն է ներկել առաջին անգամ սևի փոխարեն։ Հետո Միշելս դալտոնիկ է։ Ժողովուրդ, ապա ինձ նայեք, ինչպես է սազում է։ Վայ, Միշելը խառնեց տեղերը, կապույտ ներկեց բեղերը։ Մելոգրանո ընտանիք։ Տեսեք, բազմաթիվ էր այսօր անակնկալները։ Քաղաք Արմավիրի Վարդան Բախշյանի անվան համար 2 հիմնական դպրոցի 4 B դասարանի փոքրիկների հետ հանդիպելը դա անակնկալ էր, որ 2 սերիա ցուցադրեցինք մեր Մելոգրանո ընտանիքի սերիաներից, նաև մեր փոքրիկների նամակները, որ ուղարկվեց կախարդական փոստարկղ, այնտեղ մուլտհերոսները կորոշեն, գուցե նրանց հաղթող ճանաչեն եւ հրավիրեն Քերի մուլտիկնիկի արվեստանոց։ Այսքան այսօրվա համար սիրելի փոքրիկներ։ Ժամավա Քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս, հրաժեշտ է տալիս ձեզ նաև Մելոգրանոն իր iBank-ին մակարոնչիկներով, ասում ենք մինչ նոր հանդիպենք երկուշաբթի օրը։ Իսկ հիմա մեր ամենակախարդական խոսքը, որից հետո Քերի մուլտիկնիկը պետք է անհետանա։ Ալբուլդը։ Baba zip,